Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին եւ ասաց. Ելիր եւ գնա Նինվե մեծ քաղաքը եւ քարոզիր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ։ Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս, իջավ Հոպե եւ գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում։ Տվեց գինը եւ այնտեղ մտավ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։ Հովնան մարգարեի գիրքը այսպես է սկսվում։ Աստված կանչում է Հովնանին հստակ առաքելությամբ Նինվե մեծ քաղաքը գնալու, զգուշացնելու։ Մարգարեն ի հակադրություն Տիրոջ խոսքի լսում է իր դատողության ձայնը եւ նավարկում է հակառակ ուղղությամբ։ Ինչն է հետաքրքիր։ Տիրոջ խոսքը չլսելու համար ոչ միայն ջանք է գործադրում, էներգիա, այլ նաև ֆինանսական միջոց է հատկացնում նավի տոմսը գնելու եւ Տիրոջից փախչելու, հակադրվելու, իր առաքելությունը չկատարելու։ Այստեղ մենք կարդում ենք, որ Աստված Հովնանին ուղարկում է Նինվե մեծ քաղաքը զգուշացնելու, որ նրանց չարության աղաղակը հասել է երկինք։ Թվում է, թե մեղավորների քաղաք է այլևս, ինչպես Սոդոմն ու Գոմորը, որ նույնիսկ 10 արդար չգտնվեց փրկության համար։ Թվում է այստեղ էլ վերահաս կործանման վտանգ է կանգնած այդ քաղաքի վրա, բայց Աստված չի ուզում կործանի այդ քաղաքը։ Այլապես մարգարե չէր ուղարկի զգուշացնելու գոնե մի վերջին անգամ։ Հովնանի ակնկալիքը ճիշտ հակառակն է։ Ոչ միայն վախենում էր գնալ Նինվե զգուշացնելու, որովհետև բռնապետության ռեժիմ էր գործում, այլ նաև չէր ուզում չկամությունից ելնելով, թշնամի պետություն էր, դեռ վառ էին հիշողությունները ասորեստանցիների դեպորտացիայի, որ ենթարկեցին ուխտի ժողովրդի 722 թվական Քրիստոսից առաջ։ Այսինքն մարգարեն նույնիսկ միտեղ հույս ունի, որ կկործանվի այդ քաղաքը, որովհետև երբ որ քարոզում է եւ դուրս է գալիս քաղաքից եւ նստում է քաղաքի դռանը, դեռ հույս ունի, որ քաղաքը կործանվելու է։ Բայց երբ դարձի են գալիս իր խոսքի հիման վրա երկրորդ անգամ, երբ արդեն փախուստից հետո վերադառնում է, լսում է Աստծո խոսքը եւ վերադառնում իր առաքելությանը, ընկնում է հուսահատության մեջ, որովհետև թշնամական քաղաքը արժանանում է Տիրոջ ողորմությանը եւ փրկվում է, բայց արժանանում է Տիրոջ ողորմությանը այն դեպքում, երբ որ լսում են Տիրոջ խոսքը, դարձի են գալիս ապաշխարության ճանապարհով, այսինքն հրաժարվում են իրենց անօրեն ընթացքից։ Հիմա սա մեր կյանքն է ինչ-որ իմաստով։ Մենք շատ հաճախ մեր առաքելությունը չենք կատարում նախ վախից ելնելով, որովհետև չենք ուզում էներգիա ծախսել, մտնել հոգսի տակ, եւ մյուս կողմից մեր կյանքը շատ հաճախ աչքի է ընկնում ոչ թե հանուն մեզ եւ հանուն ուրիշների, այլ հանուն մեզը մենք պատկերացնում ենք ի հակադրություն ուրիշների։ Առավել երբս, երբ դիմացինը հակառակորդ է, առավելագույնը թշնամի է, որ վնասել է մեզ։ Եվ այստեղ մենք մեզ համարելով Աստվածապաշտ, հավատք ունեցող Աստծո հանդեպ,
դատարկում ենք այդ հավատքի բովանդակությունը, որն է ապրել այն տրամաբանության մեջ, որ մեր շրջապատում կյանք առաջանա կամ կյանքի պայմանները բարելավեն մեր շնորհիվ։ Դա կարող է լինել մեր աշխատանքի վայրում, մեր ընտանիքներում, մեր հոգևոր սպասավորության մեջ, մեր քաղաքական գործունեության մեջ, արվեստի, մշակույթի եւ ով ինչ կոչում որ ունի։ Ինչ է ցույց տալիս Հովնանի պատմությունը։ Բայց նախ ինչ էր նշանակում մեղավոր քաղաք գնալ եւ քարոզել կամ ընդհանրապես ինչ է մեղավոր լինելը։ Մեզ հաճախ թվում է, թե մեղավոր են այն մարդիկ, որոնք սխալվել են, մեղք են գործել։ Այո, այդպես է, բայց ով մեղք չի գործում, ով չի սխալվում։ Հետևաբար միայն սա չէ։ Մեղավոր են հոգևոր իմաստով, հատկապես նրանք, ովքեր մեղքի անօրենության սխալ կյանքի հետևանքով անհուսության մեջ են, բայց չեն գիտակցում, որ այդ հույսի բացակայության կամ պակասի մեջ են։ Անօրենության հետևանքով ապերջանկության մեջ են, բայց չեն գիտակցում, որ այդ դրության մեջ են։ Եվ այսպիսի պայմաններում սովորաբար Աստված միշտ հասնում է օգնության։ Ինչ է Հովնան մարգարեի կամ ընդհանրապես Աստծո խոսնակներ, երբ որ ուղարկվում էին, դրանից դո մարդիկ էլ մեղք չէին գործում, բնականաբար գործում էին, որովհետև ինչքան մենք ապրում ենք, այնքան սայթաքում ենք։ Բայց այստեղ ինչն է կարևոր, որ մենք հասկանանք, մեր աչքերը բացենք, մեր միտքը, մեր հոգին բացենք, տեսնելու մեր իրական վիճակը, որ մենք իսկապես թվում է, թե ապահոված ենք, թվում է, թե երջանկության պահեր ենք ապրում, բայց ըստ էության խորքում մենք գտնվում ենք հույսի եւ երջանկության ճգնաժամի մեջ։ Եվ Աստծո խոսնակների առաքելությունը լուսավորությունն էր նախ, ցույց տալն էր մարդկանց իրական վիճակը, որը Աստծուց երես թեքելու հետևանք էր։ Բայց սա նաև տեղի է ունենում Աստծո խոսնակի մարգարեի կյանքում։ Երբ մարգարեն թիգունք է դարձնում Աստծուն, հրաժարվելով լսել Աստծո խոսքը, հետևապես չկատարելով իր առաքելությունը, փախչում է Աստծուց, ինչի է հանգում։ Նավը ենթարկվում է փոթորիկի ալեկոծության, այսինքն ամբողջ նավի վրա կախվում է մահվան վտանգը, նավաբեկության վտանգը։ Հովնան մարգարեի իր առաքելությունը չկատարելու արդյունքում վտանգվում է նաև ուրիշների կյանքը։ Փոթորիկը ըստ Հովնանի մարգարեության պատմության ուղիղ Հովնան մարգարեի մեղավորության պատճառով էր։ Եվ բացահայտվում է, որ մեղքը Հովնանինն է։ Այդ ծանր վտանգի պահին Հովնան մարգարեն ապավինում է քնին, իջնում է նավախել եւ խորը քուն է մտնում։ Սա դարձյալ հատուկ է մեզ։ Ոչ միայն առարկայական պատճառներով ստեղծված դժվարություններից փախչելուը շատ հաճախ մեր իսկ մեղքով առաջացած դժվարություններից փախչելու մարդկային ախտանիշն է սա, գործելակերպն է շատ հաճախ, երբ մենք խնդիրներին լուծում տալու փոխարեն փախչում ենք։ Եվ այս փախուստը կարող է լինել զանազան եղանակներով, այդ թվում նաև մեզ թմրեցնելու տարբեր միջոցներով։ Բայց երբ արթնացնում են, որովհետև նավաստիները լինելով տարբեր հավատալիքների, ամեն դեպքում անհուսության պահին, ինչպես մարդկային կյանքում հատուկ է,
հույսը կապում են երկնքի հետ, դիմում են արդեն գերմարտկային օգնությանը Աստծուն, ամեն մեկը իր պատկերացրած Աստծուն։ Եվ երբ Հովնանին հրավիրում են, որ ինքն էլ իր Աստծուն աղոթի, այդտեղ բացահայտվում է, որ Հովնան իր առաքելությունից փախչելու արդյունքում է, որ հանգել է այս վտանգավոր իրավիճակին։ Տեսեք, շատ հաճախ մենք փախչում ենք մի դժվարին առաքելությունից կամ վիճակից, մի կողմից վախից ելնելով, մյուս կողմից նաև նախանձից ելնելով, ինչպես այս պարագային էր, հանգում ենք շատ ավելի ծանր վիճակի։ Եվ հենց այստեղ է, որ Հովնանը կայացնում է որոշում։ Հետարքիր բանաձև կարելի է այստեղ տալ։ Ճգնաժամը հաղթարելու ճանապարհը շատ հաճախ հանձնվելն է նույն այդ ճգնաժամին, այսինքն թողնել, որ այդ ճգնաժամը մեր մեջ փոփոխություն առաջացնի, մեզ ստիպի որոշում կայացնել, ընտրություն կայացնել, եւ Հովնանը տարբերակ չկա այլևս, որպեսզի կատարի իր առաքելություն, իսկ իր առաքելությունը մարդկանց կյանք տալն է։ Ասում է ինձ նետեք ծովը, դուք կփրկվեք։ Սա հեշտ որոշում չէր իր համար։ Չնայած ուրիշ տարբերակ էլ չկար։ Կամ զոհվում են բոլորը միասին, կամ ինքնազոհաբերման միջոցով փրկվում են մյուսները։ Տեսեք, բուժվում է Հովնանի նախանձը ինչ-որ իմաստով այստեղ։ Կարող էր, չէ, ինքն էլ զոհվեր եւ իր պատճառով նաեւ մյուսներն էլ զոհաբերվեն, մարդ են։ Այստեղ տեսնում ենք, որ այս ճգնաժամը Հովնան մարգարեի մոտ փոփոխություն է առաջացնում, իրեն վերադարձնելու իր առաքելությանը։ Եվ նետում են ծով եւ իջնում է, հայտնվում է Տիրոջ կամքով գետի փորի մեջ։ Բայց սա նաեւ ունի այլաբանություն եւ հատուկ է մեզ բոլորիս։ Շատ հաճախ, որ մենք կարդում ենք այս տողերը, հասկանում ենք մեկ անգամ տեղի ունեցած հրաշք, կամ չենք հավատում, թերահավատ ենք, կամ կուրորեն ընդունում ենք, որ այդպես է եղել։ Բայց փորձենք հասկանալ, մեզ սպասվում է այսպիսի ճակատագիր։ Երբ Հովնանը երես է թեքում Աստծուց, մենք տեսնում ենք, որ ինքը անընդհատ իջնում է։ Երուսաղեմից իջնում է Հոպպե, այսօրվա Յաֆա քաղաքը Իսրայելի, նավահանգստային։ Բնագիրն ասում է, որ իջավ նավ, նավի մեջ իջավ նավախել եւ ապա իջավ ծովի խորքերը։ Սա մեր մեղքերի հետևանքով, սխալների հետևանքով, թե կուզեք Աստծուց երես թեքելու հետևանքով առաջացող ճգնաժամն է, ոնց կուզենք կարող ենք բնորոշել հոգեբանական, հոգևոր, բարոյահոգեբանական եւ այլն։ Երբ մենք զգում ենք այլևս խեղդվելիս, երբ այլևս որևիցե անգամ փոքր հնարավորություն չկա ազատվելու, որովհետեւ բոլոր կողմերից շրջապատված ենք, այսպես ասող, խեղդող ջրերով, խնդիրներով։ Եվ այստեղ Հովնանը մարգարե լինելով մենք տեսնում ենք առաջին անգամ աղոթք անելիս։ Նույնիսկ նավի վրա, որ նավաստիները վտանգը չեզոքացնելու համար խնդրում են աղոթել ամեն մեկ իր Աստծուն։ Նույնիսկ այդտեղ չենք տեսնում Հովնանին աղոթելիս, որպես Աստծո խոսնակ, Աստծո մարդ։
այստեղ տեսնում ենք աղոթելիս։ Եվ այստեղ նաև այս հատվածը մեզ գալիս է ուսուցանելու, որ շատ հաճախ աղոթքը ծնվում է մարդու հոգուց այն դեպքում, երբ մենք դեմ առ դեմ կանգնած ենք լինում ճշմարտությանը, իրականությանը, եւ աղոթքը դառնում է, վերածվում է հոգու աղաղակի, հոգու ճիչ է։ Այն ամենաանկեղծ աղոթն է սա։ Զերծ որևիցե ձևականությունից։ Աղոթքի բովանդակությունը, երբ մենք նայում ենք, ունի 3 ժամանակ։ Նախ անցյալ ասում է, որ երբ ես նեղության մեջ եմ եղել եւ աղոթել եմ, Աստված լսել է ինձ, այսինքն նախ հաստատում է Աստծո ողորմած, օգնության հասնող, սիրող, այդ լսող, մարդկանց ցավը նկատող, ապա ներկայում աղոթում է Աստծուն նկարագրելով իր իրավիճակը, իհարկե աղոթքի մեջ արտահայտելով, որ Աստված է այս պայմանների մեջ իրեն դրել, եւ ապա խոստում ապագայի, թե ինքը փրկվելու դեպքում ինչ է պատրաստ անել։ Եվ Աստված ինչպես միշտ լսում է աղաղակող մարդու հոգու ճիչը, եւ Հովնանը նետվում է ցամաք, բայց որտեղ վերադառնում է այնտեղ, որտեղից որ փախչել էր։ Այս անգամ կատարում է իր առաքելությունը։ Աստված նորից է ասում, որ պիտի գնաս Նինվե։ Հովնանը կատարում է առաքելությունը։ Գնում է Նինվե, զգուշացնում է, եւ ի տարբերություն իրեն, այդ մեծ քաղաքի բնակիչները լսում են Աստծո խոսնակի ձայնը, լսում, ապաշխարում են, այստեղ բնագիրը եբրայերեն ասում է 40 օր, 40-ը փոփոխության շրջանն է, վերափոխման շրջանն է, եւ երբ դարձի են գալիս իրենց անօրենություններից, փրկվում են, եւ այստեղ էլ մի դաս մեզ համար, մենք մեր կամքով, այսինքն դարձի գալով, զղջումով, ապաշխարելով կարող ենք Աստծո վճիռը մեզ համար կայացված փոխել։ Սա նաև ասում է մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Աճախապատում ճառքում։ Օրինակ բերելով ուխտի ժողովրդի մեկ այլ թագավորի կյանքի փորձառությունը, Եզեկիել թագավորի, որ ասվեց այսքան օր հետո մեռնելու ես քո անօրենությունների համար, բայց ապաշխարության դեպքում ոչ միայն չի մեռնում, այլև 15 տարի ավել է ապրում։ Սա այն հատվածներից մեկն է, որ շղթում է ճակատագրապաշտությունը։ Հիմա ինչից է առաջանում այս անհուսությունը, այս ապերջանկությունը։ Ըստ Հովնանի մարգարեության չլսելուց Աստծո խոսքը եւ ապավինելուց սեփական դատողությունների, որովհետեւ հիմա հարց կարող է առաջանալ։ Լավ, Աստծո ձայն ես ոնց լսեմ։ Շատերին թվում է, թե դա հատուկ է մի փոքր սահմանափակ թվով մարդկանց, որոնց հետ Աստված խոսում է ինչ-որ, բայց այդպես չէ։ Մենք Աստծո խոսքը ոչ միայն լսում ենք Սուրբ գրքից, երբ կարդում ենք, կամ երբ հռչակվում է մեր Սուրբ եկեղեցու խորաններից, ոչ միայն Աստծո խոսքը լսում ենք եկեղեցու վարդապետության միջից, այլ Աստծո ձայնը լսում ենք, երբ բաց ենք ինքներս մեզ լսելու։ Հովնան մարգարեն իր դատողությունների գերին էր դարձել։
Մենք էլ շատ հաճախ մեր դատողությունների գերին դառնալով չենք լսում օրինակ ինքներս մեզ, մեր ամբողջության, օրինակ, մեր մարմինը խոսում է մեզ հետ, շատ հաճախ ճչում է, որովհետև մենք անում ենք բաներ, որով վնաս ենք տալիս մեր ֆիզիկական գոյությանը, և մարմինը, եսեք պարզ մի օրինակ մեր կենցաղից, մարմինը չի թույլ տալիս, բայց մենք նստում և սկսում ենք ալկոհոլ օգտագործել այն աստիճանի, որ այլևս չենք կարողանում ոտքի վրա մնալ, չենք լսում մեր մարմնի ուրեմն տառապանքի ձայնը, չենք լսում մեր սրտին, ինչ է սիրտը, ինչ է մարդու ներաշխարհը, մեր խիղճն է, մեր խղճի ձայնը չենք լսում և չլսելով երբեմն բթացնում ենք, որովհետև մարդու հոգևոր կյանքի, այսպես ասած, բարոմետրը մարդու խիղճն է, որը դրած է Աստծո ձայնի հաճախականության վրա։ Ապրում ենք, գործում ենք այնպես, որ ներսից և թվում է, թե երջանիկ ենք, թվում է, թե ուրախ ենք, բայց մեր ներսը խայթում է մեզ և չենք ուզում այդ խայթոցը զգալ, փշերը բթացնում ենք։ Պողոս առաքյալն ասում է, հավատքը լսելուց է։ Մենք կարող ենք այստեղ նաև հավելել, որ հույսն էլ է լսելուց։ Երբ մենք լսում ենք, կամ տրամադիր ենք լսելու, ունակ ենք լսելու, ոչ թե որ ունենք դատողություն և վերջ, դա է վերջին ճշմարտությունը և այդ դատողությունը պարտադրում ենք իրականությանը, աստվածային իմաստությանը, եկեղեցու վարդապետությանը, մարդկային փորձառությանը։ Երբ մենք լսում ենք, աճում է նաև մեր հավատքը։ Երբ մենք լսում ենք, աճում է նաև մեր հույսը, որով գտնում ենք նաև մեր իրական ուրախությունը, մեր իրական երջանկությունը։ Բայց հիմա այստեղ տեղի ունենում մի անսպասելի շրջադարձ։ Հովնան մարգարեն, որ թվում է կյանքի այդ մահացու փորձառության առջև դարձի է գալիս, որպես մարգարե է դարձի գալիս, վերադառնում իր առաքելության ինչին կոչված էր։ Կատարում է, քարոզում է նինվեացիներին և պատճառ է դառնում այդ մարդկանց փրկության, ուրախ չէ։ Դարձյալ հուսահատության մեջ չի զգում երջանկություն, որ իր առաքելության արդյունքում մի հսկայական քաղաք է փրկվել։ Աստված նույնիսկ խոսքի մեջ հիշում է կենդանիներին։ Այսինքն Աստծո արարչությունը փրկվել է։ Եվ դուրս է գալիս, նստում է քաղաքի դռանը, ակնկալելով այլ լուծում այդ քաղաքի համար։ Տեսեք, մեր կյանքում էլ շատ հաճախ մենք կարող ենք խոշոր դարձ ունենալ, ապաշխարել, դառնալ դեպի Աստված, մասնակցել սուրբ պատարագներին, աղոթական կյանքի դրել, պահք պահել, երբեմն նաև բարեգործություններով մեր կյանքը զարդարել, բայց դարձյալ երջանիկ չզգալ, դարձյալ բավարարված չզգալ, որովհետև այստեղ աշխատում է հավատքի կյանքի մի ուղղությունը։ Մեզ թվում է հավատալ նշանակում է ունենալ միայն ուղղահայաց հարաբերություն։ Ես և իմ Աստվածաշատերն ասում են, չէ, ես հավատում եմ Աստծուն, Աստված իմ մեջ է, բայց մենք Աստծո կամքը չենք կատարում։ Իսկ Աստված մեզ բոլորիս տվել է կոչում, առաքելություն, յուրաքանչյուրս մեր կյանքի մեջ։ Դարձյալ նշում եմ, ամեն մեկս մեր կոչման, մեր առաքելության, դա կլինի աշխատանքի վայրում, ընտանիքում, ընկերական շրջապատում, հասարակական կյանքում, քաղաքական կյանքում, հոգևոր կյանքում։ Եվ այդտեղ Հովնանը անընդհատ մահ է ուզում։ Նայում է քաղաքը փրկված,
բայց ինքը մահ է ուզում։ Սա էլ մարդկային է։ Խնդիրներից փախչելու ճանապարհը մեր մտքով հեշտ լուծում գտնելու ճանապարհը, որը ցավոք սրտի ողբերգականորեն որոշների կյանքում իրականություն է դառնում։ Եվ ասում է, հոգնել է մարդն, ավելի լավ է մեռնեմ։ Աստված հասնում է, ինչու ես տխուր, ինչու ես բարկացած։ Եվ Հովնան արտահայտում, ասում է, ես գիտեի, որ դու այս լուծումն ես տալու ես քաղաքի։ Ես գիտեմ, որ դու գթած ես, ողորմած ես, սիրող ես։ Մովսես մարգարեն, երբ Սինա լեռան վրայից Աստծո 10 խոսքերը կամքը արտահայտված բերում էր ժողովրդին, տեսա, որ արդեն ոսկե հորդ են կերտել։ Եվ այստեղ է, որ ժողովուրդը, որ ըստ արդարության պետք է պատժվեր, արժանանում է Աստծո ողորմությանը։ Հիմա Հովնան մարգարեին թվում է, թե միայն իրենք են փրկության արժանի, միայն իրենք են արդար, միայն իրենք են աստվածապաշտ, մնացած բոլորը անօրեն են։ Եվ հետևապես Աստված ցույց է տալիս, որ դուք էլ արժանի եք պատժի, այնպես չի, որ ուխտի մեջ լինելով դուք հավատարիմ եք գտնվել։ Աստծո ողորմությունը, սերը, գթասրտությունը մարդկանց հանդեպ իր ուխտին հավատարիմ լինելու շնորհիվ է։ Ոչ թե որ ուխտի ժողովուրդն է հավատարիմ իր ուխտին։ Եվ եթե խնայվում են նրա համար, որ Աստված ինքն է հավատարիմ իր ուխտին։ Հիմա սա մեր մարդկային կյանքում էլ է, մեզ թվում է մենք արդար ենք։ Եվ մյուսներն են մեղավոր եւ արժանի են պատժի։ Չպիտի հաջողություն ունենան իրենց կյանքում։ Ուրեմն ոչ միայն այս մտածողությունն է պետք վերափոխել, այլ մարդը ընդհակառակը իր կոչումն է կարեկցանք ունենալու մյուսների հանդեպ, այդ թվում նաև մեղավորների, որոնց հանդեպ կոչված է կյանքը բարելավել, ամեն մեկս մեր առաքելության մեջ։ Եվ այստեղ մի մարդկային պայմանների համար տանջող իրավիճակ է առաջանում, շոկ է եւ Հովնանը տառապում է եւ դրա արդյունքում մահ է ուզում։ Աստված մի բույս է այդտեղ աճեցնում, որը եբրայերեն բնագրում կոչվում է քիքայոն։ Մեր թարգմանության մեջ դդմենի, դդմիկ կամ դդմի ծառ, այդպիսի ծառ չգիտեմ կա թե չէ։ Եվ հով է անում Հովնանին։ Եվ Հովնան սկսում է ուրախանալ։ Ուրեմն հսկական քաղաքը իր առաքելության արդյունքում փրկվել է, ինքը դրանից հայտնվել է տխրության, բարկության, հուսահատության մեջ, նախանձն է շարժվել իր։ Բայց իր բարեկեցության համար ինքը արագ ուրախանում է։ Եվ երբ հաջորդ առավոտ դարձյալ Աստված որդի է ուղարկում եւ այդ բույսը, որ Հովնանի կյանքի պայմանները այսպես լավացրել էր, փչացնում է եւ նորից հայտնվում է Հովնանը դարձյալ մահ է ուզում։ Ուրեմն մեր կյանքում մեր ունեցած պարզ արժեքները կամ կարիքների հագեցում մեզ համար շատ ավելի թանկ են կշռում, քան շրջապատող աշխարհի բարիքը։ Դա կլինի բնություն, կլինի մարդկային կյանք, քաղաքի կյանք, պետության կյանք, եւ Աստված Հովնանին ասում է. դու այդ դդմենու համար տառապում ես, տխրել ես մահվան աստիճան, որը ոչ դու ես աճեցրել, ոչ դու ես ջանք գործադրել։ Բայց երբ մի 120 հազարանոց մեծ քաղաք փրկվում է, այդ թվում նաև կենդանիները, քո հոգը չէ, դու դրա համար ուրեմն որևիցե անտարբեր ես ուղղակի։ Եվ սա բնութագրում է մեր մարդկային կյանքը։ Եվ պատահական չէ, որ Նինվեի համար օգտագործվում է մեծ քաղաք արտահայտություն, այդ թվում նաև կետի համար, եւ այստեղ
այս դդմենու համար այս փոքրացուցիչ մասնիկ, այսինքն փոքր դդում, փոքր մի բույս։ Ուրեմն մեր փոքր կարիքները, հետաքրքրությունները մեզ համար շատ ավելի կարևոր են, քան մեր շրջապատող աշխարհի ուրեմն մեծ կյանքերը, բնությունը, արժեքները, որ Աստված մեզ պարգևել է, մենք էլ այդ պարգևի մեջ ենք եւ վայելում ենք այդ պարգևները։